Բարիկալուստ եկեք սրճենք միասին Hi-Fi կետեյեմում, հաղորդում, որի ընթացքում փորձելու ենք բացահայտել մարդկանց, ովքեր կանգնած են ձեզ ծանոթ և անծանոթ բիզնեսների հետևում։ Նոր ձևաչափ, բայց բոլորովին նոր մոտեցում։ Ողջույն Դեսպինա, շնորհակալ եմ, որ չմերժեցիք հրավերը և այսօր այստեղ եք Hi-Fi կետեյեմի նոր հաղորդման հյուրն եք, եկեք սրճենք միասինի հյուրն եք։ Միասին այսօր փորձելու ենք բացահայտել գույներ և բացահայտել ձեզ, որպես անհատ, որպես հիմնադիր, սկսելու ենք հետևյալ կերպ, այստեղ դրված են գույներ ու դուք ըստ ցանկության բացելու եք գույներից որևէ մեկը, որտեղ թաքնված է որևէ հարց կամ որևէ խաղ։ Հաճելի է։ Շատ լավ, կարող ենք սկսել։ Սկսեցինք։ Հիմա, խնդրում եմ ընտրեք որևէ գույն։ Եկեք ընտրենք նարնջագույն։ Շատ լավ, նարնջագույն։ Սեղանին դրված են լինելու 3 առարկաներ։ Փորձելու եք ընտրել միայն մեկը, հետո մյուսները, ու ամեն ընտրությունից հետո ասելու եք, թե ինչու ընտրեցիք առաջինը դա և ում հետ կամ ինչի հետ ասոցացրեցիք տվյալ առարկան։ Սկսենք։ Դեսպինա ջան, սեղանին ունենք 3 առարկա՝ գրիչ, օրացույց և սրտիկ։ Հիմա փորձեք ընտրել առարկաները ըստ հերթականությամբ և հիշեք, որ յուրաքանչյուր առարկան փորձելու եք ասոցացնել որևէ երևույթի կամ մարդու կամ ինչ-որ մի իրավիճակի հետ։ Օրացույց, գրիչ և սրտիկ։ Սրտիկ չի, տպիչ է։ Եկեք ես ընտրեմ տպիչ սրտիկը և կասոցացնեմ իմ թոռնիկի հետ, որը որ նվեր էր ստացել այս տպիչներից և ամբողջ մեր պատերը սրտիկ էր դու եկավ ասես տատիկ տես, պատերը ներկել եմ, սիրունացրել եմ։ Դա իսպես երևի մի հատ փոքրիկ ուժ մնաց մեզ։ Հաջորդը նորից։ Հա, մյուսը որը կընտրեք։ Մյուսը։ Երևի թե գրիչ։ Ինչ որը որ մեր անբաժան ընկերն այսօր ստորագրում եմ, պայմանագրեր եմ կնքում ծնողների հետ, այսպես ասած, իմ դաստիարակներին եմ հսկում գրիչով։ Եվ վերջինը, օրացույց։ Օրացույցն էլ է մեր անբաժան ընկերներից մեկը, առանց օրացույց չեն կարողանա ոչ մի օր բաց թողնել, այսինքն մեր յուրաքանչյուր օրը պլանավորված է և առանց օրացույցի կարծում եմ, որ ոչ մեկսը չեն կարողանա գոյատել այստեղ այսպես։ Եվ գրիչը կասոցացնեմ իմ երազանքների նպատակների հետ, որի մասին, որ միշտ գրել եմ։ Այդ գրիչով ես կերտել եմ այսօրվա իմ կյանքը։ Իսկ գոհացնումա այդ գրված գոհացնումա բնականաբար, որովհետև ունեցել եմ նպատակ միշտ երազանք երեխաների հետ աշխատելու, ունենալ իմը, համար կարծում եմ, որ շնորհակալ եմ, որ այսօր ունեմ այդ նպատակի իրականացման մեր ֆակտորը, այսպես ասած։ Շատ լավ, առաջին գույնը արդեն բացահայտել ենք, հիմա անցնենք հաջորդին։ Սիրով։ Որ գույն եք ընտրում։ Եկեք սև ընտրենք։ Ահա, շնորհակալ եմ։ Այստեղ դրված է հարցական, ինչու հարցական։ Հիմա մենք ուզելու ենք լսել ձեզանից մի հարց, որը դուք կցանկանայիք, որպեսզի ձեզ տային ու մինչև հիմա չեն տվել, բայց դուք ուզեիք այդ հարցի մասին խոսել ու պատմել։ Պատասխանել տվյալ հարցին, կա այդպիսի հարց։ Իհարկե։ Սկսեցինք։ Հարց։ Դուք տալու եք ու դուք պատասխանեք հարցին։ Ինչու է մեր իմ ստեղծած պարտեզը, մանկապարտեզը, իմ երազանքների իրականացումը, որ իրականացվել է, ինչու է կոչվում գրետելիքներ։ Շատ լավ։ Կարող եմ ձեզ ասել մի գաղտնիք, որը որ իմ մանկության, չգիտեմ, երազանքներից ասեմ, թե ես փոքր ժամանակվանից զբաղվել եմ մանկապարտեզի հետ, դպրոցի հետ, ամբողջ իմ ասենք եղել եմ ամաս դպրոցում աշխատել, եղել եմ լավ ճանաչված լավագույն ուսուցիչ, որին որ միշտ երազել եմ, որ նմանվեմ, բայց այնպես ստացվեց, որ ուսուցիչ չդարձա, բայց դարձա մանկապարտեզի դաստիարակչուհի և հետո իմը ունեցա, որի անունն էր ինձ համար
ամենաթանկ անուններից մեկն էր, որ որոշեցի դնել, դա Գրետելիկներն էր, Գրետա անունն է, նաև ամայրիկիս անունն է, նաև իմ տատիկը շատ շուտ որ նոր դուրս էր եկել է Հենզել ու Գրետել հեքիաթը, իրեն դուր էր եկել է Հերոսի անունը Գրետել, դրա համար նախ մամաս ունեցավ այդ հեքիաթի անունից, որից հետո այդ հեքիաթի անունը վերածվեց մեր մանկապարտեզի անվան հետ, կապեցինք, այդպես ասած։ Դա է հարցը, որ միշտ բոլորը հետաքրքրվում են, ասում են, իսկ ինչու Գրետել կամ Գրետելիկներ, բայց երբեք չեմ փորձել բոլորին ասեմ, որովհետև մի անգամ ես փորձեցի ասեմ, ինձ ասեցին, բայց ինչու հենց Գրետել, որովհետև այդ կերպարը, այդ հեքիաթի մեջ այդ կերպարը ինքը շատ դժբախտ կերպար է։ Ես ուզում էի հարցը։ Շատ դժբախտ կերպար է, ճիշտ է իմ մաման էլ է դժբախտ եղել նման, բայց ես փորձեցի այդ կարծրատիպը կոտրել եւ քայլ արեցի, փորձեցի այդ անունը դնեմ եւ փառք Աստծո բարեհաջող է ամեն ինչ ավարտվել։ Իմ բարեկների երջանիկ են, ունեն անհոգ մանկություն այդտեղ, գալիս են սիրով, ստանում են բավականին շատ սեր, ջերմություն, իսկանը։ Շնորհակալություն եւ հարցի եւ պատասխանի համար։ Դուք արդեն գիտեք այդ պատասխանը, թե ինչու է տվյալ մանկապարտեզը կոչվում Գրետել կամ Գրետելիկներ։ Անցնենք մյուս թեմա։ Անցնենք։ Ես սա վերցնեմ։ Եկեք ընտրենք երկնաբույնը։ Շատ լավ։ Տեսնենք ինչ անարգում կանուն է այդտեղ։ Ահա, այստեղ ունենք հարց։ Հարցը հետևյալն է. աշխատավայրում ձեզ ինչպես եք զգում։ Հանգիստ, լարված, Ինչպես սիմպտոմը։ վստահ։ Շատ վստահ, ընտանիք է դա, որտեղ որ դու զգում ես քեզ ընտանիքում։ Ես չեմ զգում, որ ես դա աշխատանքի տեղն եմ, ինձ թվում է դա մի ընտանիք է, որտեղ որ մեծացնում եմ իմ թորնիկների, իմ ապագա սաների համար էլ դա կարծում եմ հետագայում կլինի մի հիշողություն, որտեղ որ իրանք չեն ասի գնացել են մանկապարտեզ եւ դա կլինի իրենց համար մի ընտանիք, որտեղ որ մեծանում են իրանք առանց ասոցիացվելու ինչ-որ մանկապարտեզի հետ։ Դա մի հիշողություն է լինելու, որ մեծացել եք ընտանիքում։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, Լեսկինա ջան։ Մենք դեռ ունենք ընդդիմում։ Եկեք մյուսները ընտրենք։ Եկեք ընտրենք կանաչ։ Շատ լավ։ Ահա, հետաքրքիր է, եթե չվախենայիք ձախողումից, ինչ կփորձեիք անել։ Ձախողումից չվախենալ։ Ահա, Ինձ թվում է բոլորն են վախենում ձախողումից, որովհետև բոլոր ոչ մեկ ապահովագրված չի, որ դու սկսեցիր, դա լինելու է ինչ-որ հաջողված։ Բնականաբար միշտ եղել է։ իսկ ինչն է ձեր ձրթում, որպեսզի դուք գնաք այդ քայլին եւ ռիսկի դիմեք ու չմտածեք, որ կլինի ձախողում, քանի որ օրինակ ունեք այս նպատակը։ Երևի թե սերը, որովհետև դա իմ երազանքն է, իմ նպատակն է, իմ սերն է, ես չեմ դիտում դա որպես բիզնես, ես դիտում եմ որպես իմ նպատակի հաջողության հասնելու համար պետք է ունենաս սեր դեպի այդ մասնագիտությունը։ Համաձայն եմ։ Շարունակենք։ Շարունակենք։ Եկեք սպիտակը վերցնենք։ Սպիտակում ունենք խաղ։ Ունենալու ենք 3 սրվակ սեղանին դրված ու դրված սրվակներից որևէ մեկը դուք ընտրելու եք ու բացեք։ Սրվակները միանման են։ Իսկ ինչ են սպասելու հետո։ Հիմա տեսնենք։ Փորձենք ուշ հավաքենք, որ հաջորդ մեր դժվար գործին անցնի։ Իհարկե։ Եկեք ընտրենք մեջտեղի սրվակ։ Մեջտեղին է։ Շատ լավ։ Հիմա բացենք ու տեսնենք թե ինչ է թաքնված ներսում։ Հապա, Բացեք։ Դուք բացեք։ Եթե դուք լինեք վախենայք, ասել սենց որ գիվա կտարին ինձ վրա բաց է։ Մտածել ենք այդ մասին։ Չեք հավատա։ Ահա։ Երե, Հա։
Երեխա, շատ լավ։ Հիմա ամեն անգամ, երբ ձեր առջև կանգնում են երեխաները, ինչպիսի զգացողություններ են առաջանում ձեզ մոտ։ Ոյ, բռնեմ, սիրեմ, ուտեմ, տամբիկլի կսեր, խաղամ, չգիտեմ, սովորեցնեմ այն ինչը որ պետք է իր կյանքում ուղեկից լինի։ Դա նոր բացվեց գրետելիքների դռները եւ ես ունեցա մի հրաշք 20 Նարերանը, մինչև այսօր հիշում եմ, Հերմեջան, կոպիտ աչքերով, սպիտակ։ Մայրը մտավ, ասաց, որ իր բալիկը շատ դժվար է ադապտացվել, ոչ միտեղ չի գնացել եւ գտնում է, որ իր երազանքի մանկապարտեզը կլինի սա։ Նարես մեծացավ, բայց ափսոս եղավ պետականի այդ ընթացքը, որ մեզ ստեսություն ասեց եւ սիրով ճանապարհեցինք, Նարեն մինչ այսօր մաման եւ ինքը այսօր որ հանդիպում ենք միշտ ասում ենք հիշում ենք, սիրում ենք, կապի մեջ ենք։ Շատ քիչ մնաց գույները, 3 գույն ունենք դեռ, բայց բավականին հետաքրքիր զգացումներ կան։ Եկեք ընտրենք դերին։ Դերին ընտրեցինք։ Ահա, նորից խաղ է մեզ մոտ լինելու։ Մենք սեղանին դնելու ենք 4 քարտ։ Եվ յուրաքանչյուր քարտը ներկայացնելու է օրվան որևէ պահ։ Առավոտ, կեսօր, երեկո կամ գիշեր։ Դուք ընտրելու եք մեկը, ընդհանրապես մեկն եք ընտրելու։ Պատրաստ եք, հետո գասեմ ինչ ենք անելու։ Սեղանին ունենք դրված 4 քարտ՝ առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Հիմա փորձեք ընտրել մեկը։ Եկեք ես ընտրեմ առավոտը։ Ահա, շատ լավ է։ Հիմա ես ձեզ հարցնում եմ։ Պատկերացրեք, որ դուք տեղափոխվեցիք, մտովի տեղափոխվեցիք ձեր մանկություն։ Եվ ինչու հետ եք դա ասոցացնելու, մանկության ձեր որ պահը, որը ընտրեցիք, առավոտ ընտրեցիք, ինչպես դա կասոցացնեք եւ հետաքրքիր է, դա ընտրությունը ձեր գիտակցորեն արվեց, թե ոչ։ Բնականաբար ոչ, ինձ գերեց նկարը։ Պատկերացրեք, որ տեղափոխվել եք, մտովի տեղափոխվել եք ձեր մանկություն եւ գտնվում եք հենց օրվա այդ բանում, առավոտը ձեզ մոտ։ Ձեր ընտրությունը ենթագիտակցորեն արվեց, թե ոչ։ Ինչու հենց ընտրեցիք առավոտը։ Ինձ նկարը գերեց, ճիշտ ասած, այդ ուրախ բալիկը։ Եվ իմ մանկությունն էլ այդպես եղել։ Երբ առավոտյան արթնացել եմ մամայի հետ ամենաշատս ձեռքը բռնած վազել եմ դպրոց, սիրով եմ գնացել, հաճույքով եմ գնացել, բայց ասեմ ձեզ մանկապարտեզ չեմ գնացել, չեմ սիրել։ Դա իմ մանկության տրավման, մանկապարտեզը փորձել եմ գնալ, դա ես Թիֆլիսում եմ մեծացել, մանկապարտեզը Թիֆլիսում եմ գնացել, մամաս տարել է, ես փախել եմ, անգամ պահարանում եմ պահկում։ Եղել են շատ դեպքեր մանկապարտեզի հետ կապված, երևի թե զուտ վերաբերմունքն է եղել։ Եվ այդ ամբողջը ես ծաղկաքաղ եմ արել մանկությունից, մինչ, ասենք իմ ստաժային, 30 տարվա մանկավարժական ստաժի հետ կապված, ես բոլոր լավ պահերը ծաղկաքաղ եմ արել, երևի թե դա է եղել իմ ստեղծման ամբողջ մանկապարտեզի ընթացք։ Այսինքն դուք նայել եք բոլոր վատ կողմերը, խնդիրները, փորձել եմ այդ ամբողջը սենց մաղել, հա, միայն լավը վերցրել եւ դնել իմ մանկապարտեզի մեջ, որպեսզի բալիկները ինձ նման տրավմա չտանեն փոքր ժամանակ բանական պահկվել պահարաններում կամ փախչել կամ ինչ որ միտք ունենան, որ իմ մանկապարտեզում ինձ վատ է վերաբերվում, մանկապարտեզ ես չեմ ուզում գնամ, այդպես բան չի կարող լինել։ Դա երևի շնորհակալ եմ։ Ունենք մնաց 2 գույն։ Ընտրենք 2-ից մեկը։ Ընտրենք բաց տեղինը։ Ընտրեցինք։ Եկեք ձեզ ավելի շատ լիցքավորված գույն եւ սպառված։ Լիցքավորված աշխատանքում երեխաների հետ։ Դա իմ ամենայն լիցքավորիչ պահերն է, որ բալիկների այդ ուրախությունն է, փայլուն աչքերը իրանց ինձ լիցքավորում է։ Շատ լավ, իսկ երբեք սպառվում կամ ինչն է ձեզ սպառում։ Շաբաթ կիրակի երբ որ տանն եմ։ Այս հալվածը դուր չի գա տնեցիք։ Պատասխանել
վերջին գույնի տակ թաքնված հարցին։ Փորձենք։ Տեսային իրավիճակներում ձեր առաջին արձագանքը առաջնորդվել ինտուիցիայով, թե ծանոթ թեթևանել։ Նայած ինչ իրավիճակ է լինում, իրավիճակները խորն են լինում, տարբեր են լինում, նայած ինչ Փորձեք մի իրավիճակ հիշել, երբ սթրեսային իրավիճակ ա եղել ու դուք ինչի եք կապված։ ցանկացած իրավիճակ, կլինի աշխատանքային կամ ձեր ինքնազարգացման մասով։ Ստրեսային կարող եմ ասել իրավիճակ, որը լինում պարտեզի հետ կապված, ուրեմն այսպես հարկային կարպա։ Մենք դեռ այդ լիցենզավորման փուլում էինք, որ պետք է իրականացնենք մեր լիցենզիան, եւ դրա հետ զուգահեռ ունեինք, այսպես ասած, ժամկետ, որի մեջ որ չէինք տեղավորվում, եւ այդ ընթացքն էր, որ արդեն պետք է լիցենզավորվենք, եկավ հարկայինը։ Բարեբախտաբար մենք ունեինք արդեն որոշ թղթավանություն, որով որ կարողացանք այդ հարկայինին համոզել, շատ շնորհակալ եմ նրանց, եւ որ տվեցինք մեզ մի փոքրիկ ժամանակ, որ ընթացքում մենք կարողացանք լիցենզավորվել եւ այդ ամեն ստրեսը ցենց մի անգամից դա երևի ամենայն դժվար ստրեսներից մեկն էր եւ հիշվող, որը որ հաղթահարեցինք, փառքասում փորձանք։ Շատ լավ։ Իսկ երբ լինում են սխալներ, դուք այդ սխալներին նայում եք որպես ինչ-որ նոր հնարավորություն նորից փորձելու նպատակ կամ առաջ գնալու նպատակ, թե պարզապես ձախողում, որը ձեզ մոտ առաջացնում է որոշակի ստրես կամ դժվար իրավիճակ։ Չէ, բնականաբար այդ սխալների վրա մենք պետք է սովորենք, յուրաքանչյուր։ Կլինի դա կյանքի ընթացքում, կլինի դա աշխատանքի ընթացքում, սխալները ինձ թվում է բոլորի համար են եւ հաջողության սկիզբն է։ Եթե դու ինչ-որ մի նպատակ ես դնում եւ դա ձախողվում է կամ սխալ է լինում, դու հաջորդը փորձում ես անել այնպես սխալների վրա սովորելով, ինձ թվում է մենք գնում ենք առաջ։ Այդ էլ էսպես։ Շատ լավ։ Տեսեք, վերջացրեցին գույները, ես ուզում եմ ուղղակի մի փոքր լուր մնանք, մի քանի վայրկյան լուր մնանք եւ փորձենք վերլուծել այն ամենը, ինչ որ կատարվեց այս մի քանի րոպեների ընթացքում։ Դուք ունեք մի փոքր ժամանակ, որից հետո փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ տվեց ձեզ այս հաղորդումը, այս խաղը եւ այս հարցերը։ Տաս վայրկյան ժամանակ։ Չգիտեմ, սպասում։ Դու գալիս։ Ինչ տվեց եմ։ Ինչ տվեց։ Չէ, դուք պետք է ասեք, օրինակ կարողանաց հարցերին ձեր մոտ հիշողություններ արթնացրեց, ջերմացավ, կտպվեցիք առօրյայից։ Շատ հաճելի էր, շատ։ Ես ստացա մեծ բավականություն։ Բնականաբար հիշողություններ արթնացան, հիշեցի։ Եվ առօրյայից կտրվեցի եւ կարոտեցի իմ անկապարտեզին։ Այսօր մենք փորձեցինք բացահայտել մի մարդու, ում ստեղծած աշխարհում ծնվում է անվտանգություն, ջերմություն եւ մի ամուր հիմք, որի վրա վաղը կկառուցվի մի ամբողջ աշխարհ։